Բարև հայր ջան, շարունակում ենք խաղալ FC Mobile։ Մի կարճատև դադարից հետո ես վերադառնում եմ։ Որոշեցի այսօր FC Mobile-ի վիդեո անեմ։ Ու հայր ջան, ուզում եմ ասեմ, որ բանը, ինչ անունը, այս որ փակերը որ բացում ենք, չէ՞, բանի։ Այդ փակերի մեջ sense սխալ ա եղել, հայր ջան, ուզում եմ ասեմ։ Ու այն որ ասում էի դե պարզ է էլի թե ես ում կողմից էի ու հայր ջան բանը ինչ ան ուզում եմ ասեմ որ բանը ինչ ան ասել եմ էլի որ ես ինձ կպցնում եմ փակ օպենինգները ու դառնում է 10 հատ փակ ենք բացում տենց է ստացվում էլի հայր ջան նենց որ վիդեոն գցեմ այդ կներեք էլի որ այդ բանից համար որ ասեմ տենց կներեք էլի իսկ հիմա մենք անցնում ենք մեր խաղին Հեսա ինչպես տեսնում եք մեր թիմը ոչ մի բան չի փոխվել Դեկի անցնենք play-off-ին ասում play-off-ին ու այրջան գրեք թե ով է հաղթելու Արգենտինան թե Իսպանիան ես Իսպանիայի կողմից եմ բնականաբար ես Իսպանիայի կողմից եմ հայրջան հիմա կասեք Բանը ինչ, կակրած Իսպանիայի դեմ էլ խաղում եմ Հիմա կասեք Արդ, բա Ռեալի Մադրիդի ֆանատ ես Բա ոնց ես Յամալի թմին սիրում բան Հայր ջան, ուզում եմ ասեմ, որ Իսպանիայում Յամալը բացի Իսպանիայի ազգային հավաքականում է խաղում Ճիշտ է, ես իրանից մի քիչ զզվում եմ, բայց տեսնում եմ իր խաղերը ու Բանը, Իսպանիայի հավաքականի խաղերն եմ ես տեսնում իրա Դե գիտեք, Բարսայից ես զզվում եմ, Բարսայի ֆան չեմ ես, բայց Բարսելոնայի խաղացողներին ես բան չեմ ասում, այն, Յամալը կա, չեմ ասում էլ ես Դեյվիլը, բան Պրոստը բան չեմ ասում, էլի Այն, գնաց խաղը ու բանամ, ու ասեմ, որ Իսպանիայում Մարկ Կուկուրելյան կա, որը Ռեալ Մադրիդ տեղափոխվեց, էլով կա Իսպանիայից Իսպանիայում համել խաղացել եմ ամենասիրելի խաղացողը Իկեր Կասիլիասը, որը 2010 թվականին ամենալավագույն վրատարը նշանակվեց իր փայլուն սեյվը Ռոբենի դեմ Այդ իմ ամենասիրածը սեյվն է Այդ իրա սիրուն սեյվերից, բաներից սիրում եմ Կասիլիասին Ու հայր ջան ուզում եմ ասեմ, որ շատ-շատերը FC Mobile-ի Նեյմարի խաթր դնում են Նեյմարին ու իրանց ռեյտինգը իջացնում են Հայր ջան, տես բան մի արեք, ձեր ռեյտինգը իջնում է Խորհուրդ եմ տալիս ձեզ Ես օրինակ Նեյմարին դրել եմ իմ երկրորդ սաստավի մեջ Էս էլ իմ կողմից խորհուրդ Դուք էլ եթե ուզում եք ձեր երկրորդ սաստավը դրեք Այդ մեկը ես չպետք է ասեմ, դուք ոնց ուզեք, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս Հայր ջան, ուզում եմ ասեմ, ես մի քանի օրեր խառը խշտոցի մեջ ենք, դրա համար էլի այսքան երկար ժամանակ, այսքան վիդեոներ դուրս չի գալիս Դե, որ արդեն դպրոցական օրերն էլ սկսվեցին, վաբշե խառնաշփոթ ա լինելու Դե ես այս տարի ավարտելու եմ, ինյար դասարան եմ, այո, ես փոխադրվում Ավարտելու եմ այսինքն ու զբաղվելու եմ իմ քննությունների հետ կապված ու դա քննությունը իմ համար ավելի կարևոր է, քան իմ վիդեոները Դե ձեր համար էլի, ով շատերը իմ տարիքին են, իրանց համար էլ քննությունը ամենակարևոր բանն է Որտեվ վիդեոն ինչ անում, պրոստը վիդեո ես նկարում, ոչ մի փող գիտելիք չես ստանում Ընդամենը բան ես անում, հաճույք ես ստանում վիդեո ստանալով, դիտումներ ես հավաքում Իսկ քննությունը գոնե, իսկ որ քննությունը քեզ գիտելիք է տալիս, դպրոցն էլ է քեզ գիտելիք տալիս Որ քննությունը հանձնում ես, համ գրածիչդ ես բան սովորում, համ հանձնում ես քննությունը, համ էլ դրա հետ կապված, դրա հետ մի բան սովորում ես էլի, որ գրում ես թե բան ու
այն ժամանակ ես հաճույք ստանում, երբ որ լավ ես գրում քննությունդ, լավ ես հանձնում քննությունդ, այդ ժամանակ հաճույք ես ստանում, իսկ այս վիդեո նկարելը ընդհանրապես վիդեո ես նկարում ու ցույց ես տալիս, թե ոնց ես խաղում։ Քո հետևորդներին էլի։ Այս էլ իմ կողմից ձեզ հայր ջան, իմ խորհուրդը։ Արա ասենք Բրազիլիան ոնց գրվավ Նորվեգիային։ 2-1, ես ինչ չէր ասենք բանա լավը Նեյմարը մտավ, մի հատ գոլ խփեց, գոնե իր առաջին գոլը խփեց, խայտարակ չեղանք։ Խայտարակ չեղան։ Հիմա մի հատ շատ ուժեղ ֆինալ է լինելու։ Իսպանիա, Արգենտինա։ Դե ես ասեցի ում կողմից եմ, դուք էլ կոմենտներում գրեք, կամ էլ մտեք իմ YouTube-ի կոմենտարիաների մեջ ու ընդ ես կոմենտարիամ գրել եմ Արգենտինա թե Արգենտինա թե Իսպանիա։ Մոհամեդ Սալահ գոլ։ Գոնվու, պաստուր, շատ լավներ, Սալահ գոլ։ Սալահ գոլը խփի, ապրես, լավներ։ Գոնվու, շատ լավներ, Դավայ, պաստուր, Սալահ, վախ խորս, 11-11 պարկասում պրծավ, լավը չկրվեցինք, որտև էսի բանը շանսերի, ես կողքը աստղա էլի, էտ աստղը նշանակում է շանս վապշը չունենք, այսինքն եթե մի հատ կրվեցինք, բանը լինելու աստղը կորելու է, իմացեք էլի, որ լեգենդարնից արդեն աստղը չկա, այդ շանսը չկա էլի, ոչ թե աստղը, վայ քո արա իր ռեյտինգը ավելի բարձր է լինելու, Ջուլաուն է, ու հայրջան ուզում եմ ասեմ, որ իմ ու Կարոյի հետ ես թե Կարոն, FC Mobile-ի վիդեոն, լավ էլ բոմբել եք վիդեոն, այսինքն լավ դիտումներ է հավաքվել, լայքերը, դե հեսակ և չեմ հիշում բանը հասել է արդյոք 5-ից ավել լայքի կամ 10 լայքի ու ասում եմ, որ մի օր կանենք, ուղղակի սպասեք էլի։ Պասը, գոնվու, վայ քո արա։ Լավներ։ Հայր ջան, բանը ինչ անունը։ Ու եթե որ ռեյտինգը ձեր բարձր է լինում ու դուք կրվում եք, դե կլինի հայր ջան, որտեվ ուզում եմ ասեմ, որ կարևորը ռեյտինգը բարձր չի։ Կարևորը ուղեղով, էլի։ Այսինքն ամեն ինչում, ինչ անում եք, ամեն ինչը ուղեղով։ Այսինքն ասում եմ, որ կարևորը խելացի խաղալն է։ Ոչ թե ռեյտինգը բարձրանալուց մարդուն վախացնես, ասես նա իմ ռեյտինգը բարձր է, հեսա կկրեմ։ Այլ խելացի խաղալն է, ուղեղով խաղալն է, էլի։ Ու ամեն ինչում էլ։ Օրինակի համար UFC-ում կարևորը բանը չի, մուսկուլը չի կամ կապ չունի հզոր ձեռք ունես դու, հզոր ես հարվածում, կարևորը խելացի աշխատելն է, այսինքն ուղեղով ամեն ինչը։ Արված, 10-8 Գոնվու 10-9 պրծավ ու մենք ասում ենք լեգենդարնի 4-րդ դժվար թե մենք հասնենք չեմպիոնին այսօր, որտեղ մենք ասի էլի խառախշտիկների մեջ ենք։ Ես օրինակի համար մնացած բլոգերների պես տենց բան չեմ էլի, օրինակ Սեյնթովի պես ամեն օր չեմ կարա վիդեոներ նկարեմ, ես դաժե ստրիմ նկարել չգիտեմ,
Բանա, որովհետև բանը հայեր ջան, այդ յութուբերները յութուբը բլոգեր են դարձել, բան, ժամանակ են ունեն իրանց սենյակը բանա ունեն, ամեն ինչը ունեն պարագաները։ Իսկ ես իմ պարագաներին ընդամենը պետքա ականջակալ, միկրոֆոն, որը երևի լսում եք, այն լեգենդար միկրոֆոնը սա, որ խոսում է էլի են մեծ էլ խաղալուց, այն որ սենց բարձր էր հնչում ձենս։ Եթե հնչում է, ձեր համար էլ է հնչում։ Ու հայր ջան, հա, եկեք ապացուցեմ ձեզ, որ ես իմ երկրորդ սաստավի մեջ եմ դրել Նեյմարին։ 120 ռեյտինգն էլ նույնն էլ մնացել է։ Ան, հեսա Նեյմարը։ Դե, եկեք հետ անցնենք խաղին։ Մի քիչ էլ խաղանք ու արդեն всё, այսքանով էլ ավարտենք վիդեոն։ Դե հայր ջան, հեսա խաղը գտնեմ ու միացնեմ։ Всё, հիմա տեսնում ենք ով է մեր մրցակիցը։ Ռեալ Մադրիդ էլի։ Ես ինչա Զորիկը։ Էս Նեստան չի։ Նեստան էր, հա, ոնց որ նման էր դեմքը մազերի հետ էլ դաժե։ Կամ էլ չգիտեմ, Նեստան երկար մազեր է ունեցել, թե չէ։ Հեսա կտենանք էլի սաստավից։ Նեստան չի։ Նմանը։ Հոր 22 издевательство. Կրիստիանո Ռոնալդո արա։ Издевательство է այս խաղը լինելու հայր ջան։ Լրիվ издевательство է, մեկը ունի ռակետային արագությամբ, նայ ոնց էր արագ հասնում։ Չլինի Կարլոսներ։ Հա, ճիշտ էլ ասել է որ Նեստանա։ Օր գլխով հեռացրեց։ Արա Լուիս Ֆիգոյից 121 է, լիքը փոյնթեր ունեմ։ Գնամ ուժեղացնեմ իրանց բա։ Վրատարել Պիտեր Շմայխելն է։ Ու իմիջայլոց հայր ջան, Չեխի ու Շմայխելի անուններն էլ նույնն են, անվանակիցներն են էլի։ Պիտեր Շմայխել, Պիտեր Չեխ։ Գոնվու գնա, խբի, ապուշես, արա։ Մեկը հայր ջան, ես վապշը չեմ նեղվում, օրինակ համար ես երկար ճանապարհով անցա, որ ես որ վիդեո ցույց տվեցի չեմպիոն դարձա։ Ու ինձ ամենաշատը բանն էր պետք, ոչ թե ինձ ամենաշատ փող գեմերն էին պետք ու օրա Շմայխելը, օրա շատ ուժեղ է Շմայխելը։ Գոլը, Գոնվու մտի, ապրես, գոնե վերջապես գոլ մտավ։ Չէ, գրվանք էսի հաստատ։ Հայր ջան, կորցրինք մեր 4-րդ ռանկ, մեր 4-րդ տեղը, 4-րդ մակարդակը։ Դե հայր ջան, հիմա խաղանք վերջին խաղը ու այսքանով էլ ավարտենք մեր վիդեոն։ Անունն էլ ես գրել է Լիվերպուլ։ Էսով է, Սոբոսլայնն է։ Ինձ թվում է ճոգում եք մեկ էլ։ Օյա, շանսերը քիչ է։ Ճոգում եք սաղ Լիվերպուլի սաստավը լինի, Ալիսոնը հետը, Սոբոսլայը հետը, Վիրջիլ Վան Դայքը հետը։ Լիվերպուլ Ռեալ Մադրիդ խաղ, այսինքն բայց ոչ թե այս մեր թմերով, այլ բանով, այս սաստավը չէ, թմերով Ռեալ Լիվերպուլ, Ժուա Գարսիա։ Ճիշտ է, ես Բարսայի խաղացողներից զզվում եմ, բայց չեմ ասում, եսի ապուշա բան։ Օրինակի համար իմ ընկերոջ մոտ ես չեմ կարող ասեմ, որ օրինակ Յամալը դեբիլ է բան, որտեվ ես էլ չեմ ուզում Ռեալ Մադրիդի խաղացողներին ասի, օրինակ Մբապեն
գիժա, բան։ Օրինակ տիբոն վատակայնում, բան։ Չեմ կարող էլի իմ ընկերոջ մոտ ասեմ, օրինակ եմ բերում։ Պաստոր, ըհն։ Գոնվո լավներ։ Գոնվո օտոշեց։ Ֆիգո։ Շատ լավներ ֆիգո։ Օ, իմիջայլոց, ֆիգոին հասցրել եմ ես։ 122 թե հələ 121-ա։ Մի հատ էլ այդ 122-ը կհասցնենք, եթե չենք հասցրել։ Ու մեկ էլ մի քիչ էլ խորհուրդներ տվեք, թե ինչ անեմ, որ սաստավս բարձրանա, բան, տենց ինչեր անեմ։ Օրինակի համար ձեր խորհուրդներից մեկը արել եմ։ Որ կամերան 3-ի վրա դնեմ, լավ կլինի։ 3-ի վրա դրել եմ ու չեմ հիշում ով էր իմ բաժանորդներից ու ասում եմ ախպեր ջան, շատ լավ է, կամերան շատ լավ է ցույց տալիս ու կարող եմ նորմալ խաղամ, քանս թե 2-ի վրա։ Այն 2-ի վրա եմ որ գնդակի մոտ էր պահում, կոնկրետ հենց խաղացողի մոտ։ 5-ը вообще հեռու էր պահում, իսկ երրորդ համարը ավելի լավ է պահում կամերան։ Ըն հայր ջան, այսօր էլ այսքանը, եկի գնանք upgrade հանենք ֆիգոյիս, ֆիգոյին մեր, ֆիգո ուր ես, ֆիգո, այսա, rank up, գնաց, ինչ ավելացնենք ու, long shot-ը ավելացնենք, դե հայր ջան, այսօրվա համար այսքանը, դրեք լայքերը բաժանորդագրվեք ալիքին ու սպասեք FC Mobile-ի հաջորդ վիդեոներին, այսքանը